Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան դուրս է գալիս Արամի հետ հանդիպման, սակայն հենց այդ պահին գալիս է գոռը Սարային աշխատանքի տանելու։ Սա արդեն վերջին կաթիլն է դառնում գոռի համար, ով բազմիցս նկատել է Արամի հետաքրքրությունը Ռեբեկայի հանդեպ ու չի թաքցնում իր դժգոհությունը այդ առնչությամբ։ Նա զայրանում է, իսկ Ռեբեկան, նկատելով, որ իրավիճակը լարվում է, իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունն ու ասում, իբր ինքն էր Արամին կանչել լուրջ խոսակցության։ Գոռն էլ ասում է, թե սպասում է, թող խոսեն, տեսնի ինչ են խոսում։ Գոռը պարզ է չի հավատում Ռեբեկային ու լուրջ խոսակցություն է ունենում Արամի հետ։ Նրանք առանձնանում են և նա ասում է, որ Արամը պետք է հեռու մնա Ռեբեկայից։ Արամն էլ պատասխանում է, որ իր փոխարեն կարող է ուրիշը լիներ, միթե գնալու էր այդ անծանոթին էլ ասեր, որ հեռու մնա Ռեբեկայից։ Գոռն ասում է, որ այստեղ խոսքը հենց նրա մասին է, ինչից էլ Արամը հասկանում է, որ փաստորեն խնդիրը իր մեջ է, ու գոռը չի ցանկանում, որպեսզի հենց ինքը լինի Ռեբեկայի կողքին, իսկ եթե ուրիշը լինի, ինքը համաձայն է։ Հավանաբար հեռուստադիտողը ևս համամիտ է մեզ հետ, որ գոռի պահվածքը մի փոքր ճիշտ չէ։ Այո, նա շատ ճիշտ է անում, որ փորձում է Ռեբեկային պաշտպանել օտար մարդկանցից, բայց ամեն դեպքում, երբ գոռը ինքն է նկատում, որ Ռեբեկան ևս հետաքրքրված է Արամով, ապա չպետք է խանգարի նրանց հարաբերությունների զարգացմանը։ Իսկ հիմա տեղափոխվենք ավելի կարևոր թեմա։ Ահա եւ եկավ այն օրը, երբ Գարիկի դատն է, սակայն այստեղ վճռվում է ոչ այնքան Գարիկի, որքան Արմանի ճակատագիրն ու ապագան։ Այն, թե ինչ է սպասվում Գարիկին, բոլորը գիտեն, բայց թե արդյոք Արմանը հայտնվելու է ճաղերի հետևում, դեռևս ոչ ոք չգիտի։ Էլան մտնում է դատավարության, ինչից Արմանը եւ ոգևորվում է, եւ նեղվում, եւ անհանգստանում։ Բոլորը գիտակցում են, գործընթացը իրականացվելու է շատ լարված ու անսպասելի շրջադարձով լի մթնոլորտում։ Խոսվելու են բաներ, որոնք ցավ են պատճառելու թե Արմանին, թե Էլային։ Գարիկը խոստովանելու է, թե ինչպես է սպանել Միսակին, իսկ Արմանը պատմելու է, թե ինչպես է մտել, տեսել Միսակի դիակը ու հեռացել տարածքից։ Հարգելի հետևորդներ, արդյոք Արմանը հերթական անգամ կհայտնվի ճաղերի հետևում։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մե դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը։ Դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ,
ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնելու։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուհուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն, ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի, էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ։